Ով է Գարեգին Բ. կաթողիկոսի աղջիկը։ Համացանցում նույնիսկ լուսանկար է տարածվել, տարբեր աղբյուրներ գրում են, որ ամենայն հավանականությամբ այդ աղջիկը Գարեգին Բ. կաթողիկոսի զավակն է, որը մեղադրվում է ուսակրոնությունը խախտելու մեջ եւ հետեւաբար չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Գարեգին Բ. կաթողիկոսի աղջիկ ունենալու մասին խոսակցությունները եղել են հեղափոխությունից առաջ։ Միշտ եղել են, որ նա ունի ընտանիք եւ առհասարակ խոսակցություններ, որ նա խաղում է կազինո, նա ունի բիզնեսներ, նման խոսակցություններ միշտ եղել են մամուլում, որ փնտրեք կգտնեք կամ առհասարակ մարդիկ հայտնվել են, որոնք նման կասկածներ են հայտնել եւ դա տարածվել է ժողովրդի մեջ։ Մենք չգիտենք նա ինչ ունի, ազգային անվտանգության ծառայությունը հարգելով նրա զբաղեցրած դիրքը երբևիցե հրապարակումներ չի արել կամ իրեն թույլ չի տվել խոսել Գարեգին Բ. կաթողիկոսին պատկանող զավակների կամ զավակի կամ ունեցվածքի մասին, հարգելով նրա եկեղեցական բարձր դիրքը։ Իհարկե կարելի է աչք փակել, կարելի է հարգել, բայց առաջին հերթին պետքա կաթողիկոսը հարգի Աստծո կողմից իրեն շնորհված այդ պաշտոնը, դիրքը։ Շատ եկեղեցիներ առևտրի վայրերի են վերածվել եւ այնտեղ տեղադրվում են տարբեր փող աշխատելու միջոցներ, որոնք տարբեր մարդկանց պնդմամբ պատկանում են այդ եկեղեցիներում քահանաներին, այդ եկեղեցիների թեմերի առաջնորդներին, կնունք, ծնունդ, ամուսնություն, հողարկավորության արարողություններ, այս ամենը վաղուց դարձել է վճարովի ծառայություն, մի քիչ ավել վճարես կլացեն, մի քիչ ավել վճարես հոգեհանգստի կենացները կասեն, սա խայտառակություն է։ Աստվածաշնչում հստակ գրված է այս մասին, որը իհարկե դատապարտվում է բոլոր այն գործողությունները, որտեղ որ եկեղեցում, եկեղեցու տարածքում, եկեղեցականների կողմից մանավանդ կլինի առևտուր։ Գնալ այս ամեն ինչի հետևից բացահայտումներ անել, հասկանալ թե որտեղ են գցում եկեղեցականները մեզ, պետք է թե պետք չէ, պետքա որոշի միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, եթե պետք չէ, ուրեմն թող անեն ինչ ուզում են, եթե այդքան անբարոյական են, ուրեմն Աստծո պատժին թող սպասեն։ Ուղղակի այդպես թուլանում է կրոնը, թուլանում է հայ առաքելական եկեղեցու դարավոր համբավը եւ ուղղակի հայ ազգը հեռանում է կրոնից։ Գնալ բացահայտումների հետևից դա եւս կլինի ճակատագրական, որովհետեւ ամեն բացահայտումը հիասթափեցնող է լինելու, ամեն մի նորությունը հիասթափեցնող է լինելու, երբ որ մենք կիմանանք թե այս ինչ տերտերը, այս ինչ հանցանքն է գործել, դա կլինի խայտառակություն։ Պետք է գնալ բոլորի հետևից, բայց չհրապարակել նրանց հանցանքները ժողովրդին չհիասթափեցնելու համար։ Մենք այսպես ենք կարծում, որ պետք է իհարկե պատժվեն առևտուր անողները, ընտանիքներ ունեցողները եւ սրբազան կոչվողները, բայց այդ ամեն ինչը չպետք է հրապարակվի, քանի որ ժողովուրդը շատ կարող է հիասթափվել հայ առաքելական եկեղեցուց եւ դա կնպաստի աղանդների տարածմանը, աթեիզմի տարածմանը, ինչը որ հայ ժողովրդին այդքան էլ պետք չի, հայ ժողովրդին հարիր չի, վերջի վերջո մենք հայ ենք, որովհետև հայ առաքելական եկեղեցու դարավոր հետևորդ ենք։ Եվ այսպես ուշադրություն Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ որ Գարեգին Բ. կաթողիկոսը ստիպված կլինի հեռանալ իր եկեղեցական գահից։ Իհարկե ազգային անվտանգության ծառայությունը մեծ ինֆորմացիա է տիրապետում, թե որ եկեղեցականը որտեղ ինչ է անում, ինչ ունեցվածքի է տիրապետում եւ առհասարակ ինչով է հասել այդ ունեցվածքին, եւ քանի որ եկեղեցականներ են, նրանց նկատմամբ այդքան հրապարակումներ չեն արվել, բայց բացահայտումները կան, ուղղակի պահվում են իրավապահների ձեռքի տակ, դրանք չեն հանրայնացվում կամ չեն ուղարկվում դատարաններ, որպեսզի դատարանով հարցերը կարգավորվի։ Շատ մարդիկ ասում են, որ դա իշխանության գործը չի, թե որ հոգևորականը ում հետ է ապրում, ամուսնացած է, թե չէ, կամ
ինչ ունեցվածք ունի, դա հոգևորականների գործն է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրավունք չունի մտնել եկեղեցական ներքին խոհանոց եւ հարցեր բարձրաձայնել։ Մենք կարծում ենք, որ դա երբեք տեղի չէր ունենա, եթե հոգևորականները չփորձեին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների դեմ գործողություններ իրականացնել։ Մինչև իշխանությունները անդրադարձ կատարեցին հոգևորականներին, արդեն իսկ հոգևորականները ամեն գնով փորձում էին իշխանությունը զավթել, օգտագործելով Բագրատ Գալստանյանի ջանքերը, ստանալով աջակցություն Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, բայց իհարկե դա ձախողվեց, դա տեղի չունեցավ։ Այսինքն իրանք ստեղծեցին մի հատ պայմաններ, երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանը ուզած թե չուզած պետքա ընդուներ մարտահրավերը եկեղեցականների կողմից իրեն հրավիրված եւ իհարկե պետք էր պատասխան տալ հոգևորականներին, ինչպես որ հարկն է։ Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են մնացել մարդիկ, ովքեր որ այցելում են եկեղեցի ու դա շատ ցավալի է, մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին այցելել եկեղեցի, պահպանել մեր ազգային ավանդույթները, ազգային արժեքները, քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցու դարերից եկած հայապահպանման գաղափարները, անկախ նրանից, թե ովքեր են այսօր հոգևորականներ, եկեղեցին չի պատկանում հոգևորականներին, եկեղեցին պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որոնք այցելում են եկեղեցիներ։ Իհարկե նաև պետք է անդրադարձ կատարենք կոռուպցիային, աղոթք անել, հետո գումար վերցնել, օրինակ ամուսնացնել զույգերին, հետո գումարը դնել գրպանը, կնունք անել, հետո գումարը դնել գրպանը, դա ներկայացնելով որպես եկեղեցուն ուղղված քո կամային նվիրաբերությունը։ Շատերը սրան եւս տվել են պատասխան, ասելով, որ բա ինչով ապրեն այդ մարդիկ Հայաստանի եւ Հայաստանից դուրս ապրող միլիարդատերերից պարբերաբար ստանում են օգնություն, պարբերաբար ստանում են գումարներ, եւ մենք չենք ասում, որ բացարձակ մի տվեք գումար, ցանկության դեպքում իհարկե միայն, բայց գնալ տերտերի հետ գին բարիշել, որ ինչքանով ես ամուսնացնում, ինչքանով ես կնքում, ինչքանով ես թաղմանը աղոթք ասում, սա խայտարակություն է, երբ որ Հայաստանի քաղաքացիներին տերտերները գնացուցակ են ներկայացնում, մարդիկ պետք է իրանց կամքով, իրանց գրպանի չափով որոշեն այդ գումարը տան թե չտան։